Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է բանակին վերահսկել դաշնային հողերը Մեքսիկայի սահմանի երկայնքով, սահմանը հատողները կդիտվեն որպես ռազմական տարածք ներխուժած անձինք։ Ուժի մեջ է մտել ապօրինի միգրանտների պարտադիր գրանցման համակարգը, չգրանցվողները կբախվեն տուգանքների եւ կալանքի։ Ավելի քան 6000 ողջ միգրանտ հայտարարվել են մահացած, օրվա միգրացիոն ողջ ծաղկաքաղը մեր թողարկման ընթացքում։ Ողբերգական դեպքեր։ Ֆլորիդայում կործանվել է փոքր ինքնաթիռ 3 զոհ, 1 վիրավոր։ Նյու Ջերսիում հրդեհից զոհվել է 2 փոքրիկ քույրեր, այրվել է 6 տուն։ Քրեական դեպքեր։ Մարդասպանին սխալմամբ ազատ են արձակել Ջորջիայում եւ միայն 2 շաբաթ անց կրկին ձերբակալել։ Նյու Ջերսիում բացահայտվել է մաֆիոզ ապօրինի խաղատնային ցանց, մեղադրվում է Լուչեզե ընտանիքի անդամը, քաղաքային խորհրդի անդամը եւ եւս 37 անձ։ Բժշկության թեմայով 130 օր խոզի երիկամով ապրած կինը վերադարձել է դիալիզի, օրգանը մերժվել է։ Նրա պատմությունը պատմության մեջ առաջիններից էր։ Թրամփը անցել է տարեկան բժշկական զննում Վոլտեր Ռիդում, Սպիտակ տունը հայտարարում է, նա շատ լավ վիճակում է։ Միջազգային թեմայով շաբաթ օրը Օմանում սպասվում են ԱՄՆ-Իրան նոր բանակցություններ, ինչ են ակնկալում կողմերը։ Այս եւ այլ թեմաների մասին հաջորդիվ, սակայն մինչև այդ խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին, հավանել նյութը եւ տարածել հնարավոր բոլոր աղբյուրներով։ Եվ այսպես, նախագահ Դոնալդ Թրամփը լիազորում է ԱՄՆ բանակին վերցնել վերահսկողությունը հարավային սահմանի երկայնքով գտնվող դաշնային հողերի նկատմամբ իր ներգաղթի քաղաքականությունը ուժեղացնելու նպատակով։ Այսօր ուշ երեկոյան Թրամփը հուշագիր է ստորագրել ուղղված պաշտպանության, ներքին գործերի, գյուղատնտեսության եւ ներքին անվտանգության նախարարություններին վերնագրով ռազմական առաքելություն ԱՄՆ հարավային սահմանի փակման եւ ներխուժումները հետ մղելու համար։ Հրամանը նախարարություններին հանձնարարում է նպաստել սահմանի երկայնքով դաշնային հողերի իրավասության փոխանցմանը պաշտպանության նախարարությանը, որպեսզի այդ տարածքներում ռազմական գործողությունները կատարվեն ՊՆ իրավասության տակ գտնվող ռազմական օբյեկտում։ Այս տարածքներն անվանվելու են ազգային պաշտպանության գոտիներ։ Փաստացի ներգաղթյալները, որոնք կհատեն սահմանը պաշտպանության նախարարության իրավասության տակ գտնվող հողերով, կխախտեն ռազմական օբյեկտի սահմանները, ինչը կարող է բերել լրացուցիչ մեղադրանքների, բացի առանց տուգման մուտք գործելուց, որն ընդամենը դաշնային փոքր հանցագործություն է։ Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային պահպանության վարչությունը հայտնել է, որ մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 7200 միգրանտի միջադեպ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին այդ թիվը գերազանցել էր 189 000-ը։ Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրայի ուսանող Մահմուդ Խալիլը կարող է արտաքսվել Միացյալ Նահանգներից որպես ազգային անվտանգության վտանգ ներկայացնող անձ։ Այսօր այսպիսի որոշում է կայացրել Լուիզիանայի ներգաղթի դատավորը։ Ջեմի Քոմանսը հայտարարել է, որ կառավարությունը բավարար ապացուցել է, որ Խալիլի ներկայությունը նահանգներում կարող է լուրջ հետևանքներ ունենալ արտաքին քաղաքականության համար։ Խալիլի փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են շարունակել պայքարը եւ դիմել արտաքսումը հետաձգելու միջնորդությամբ։ Նյու Ջերսիում դաշնային դատավորն արդեն ժամանակավորապես արգելել է նրա արտաքսումը եւ դեռևս գործը քննման փուլում է։ Առհասարակ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի քաղաքականությունն ու օրակարգը այսօր մի քանի ուղղություններով էր ընթանում։ Հիմնական զարգացումները. Առաջին, սխալմամբ արտաքսված անձի վերադարձի պահանջ։ Գերագույն դատարանը հրահանգել է վարչակազմին վերադարձնել Կիլմալ Աբրեգո Գարսիային, որը սխալմամբ արտաքսվել էր Էլ Սալվադոր։ Դատարանը պահանջել է օրական հաշվետվություններ Գարսիայի վերադարձի քայլերի մասին։ Երկրորդ, դաշնային դատավորը մերժել է քրիստոնեական եւ հրեական համայնքների հայցը ուղղված կանխելու, որ ներգաղթի գործակալները կիրականացնեն ձերբակալությունների եկեղեցիներում։ Դատավորը նշել է, որ նման դեպքերը հազվադեպ են եղել եւ իրավական վնաս չի ապացուցվել։ Երրորդ, Թավսի համալսարանի թուրք ուսանողի Ռումենս Օսթուրքը հայտնել է, որ ձերբակալել են իր տան մոտ առանց նախազգուշացման։ Նրա փաստաբաններն ասում են, որ կալանավորումը խախտել է նրա խոսքի ազատության եւ արդար դատաքննության իրավունքը։ Այսօր կայացել է նրա գործի լսումը։ Չորրորդ, այսօր ուժի մեջ է մտել ապօրինի միգրանտների գրանցման պարտադիր համակարգը USCIS-ում չգրանցվողները կպատժվեն տուգանքով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ ընդཐུպ մինչև արտաքսում։ Հինգերորդ, ավելի քան 6000 ողջ միգրանտների ճանաչել են մահացած, չեղարկել են նրանց սոցիալական ապահովության համարները, այդպիսով արգելափակելով նրանց աշխատել կամ օգտվել պետական ծառայություններից։ Այս քայլը նպատակ ունի ստիպել նրանց ինքնակամ արտաքսվել։ Վեցերորդ, IRS-ը ներքին եկամուտների ծառայությունը սկսել է կիսվել ներգաղթյալների հարկային տվյալներով, այսին ներգաղթի եւ մաքսային հսկողության ծառայության հետ անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու եւ արտաքսելու նպատակով։ Այսօր առավոտյան Բոկա Ռատոն քաղաքի մոտ փոքր ինքնաթիռ է կործանվել, որի արդյունքում 3 մարդ է զոհվել, իսկ մեկը վիրավորվել։
Ֆլորիդայում հրշեջ փրկարարական ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռը հարվածել է մեքենայի, ապա հայտնվել երկաթգծերի վրա։ Բոկա Ռատոնի քաղաքապետ Սքոթ Սինգերը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ տեղեկացրել, որ դեպքի մանրամասները դեռևս ուսումնասիրվում են։ Այս ինքնաթիռի կործանումը հաջորդել է մեկ այլ ողբերգական դեպքի՝ Նյու Յորքում 3 զբոսաշրջային ուղղաթիռի վթարին, որի հետևանքով զոհվել էին օդաչուն ու իսպանացի զբոսաշրջիկների ընտանիքը։ Ողբերգական դեպք է գրանցվել Նյու Ջերսիի հարավային շրջանում։ Առնվազն 6 տուն այրացրդեի արդյունքում զոհվել են նաև 2 փոքր քույրեր։ Երեխաների հայրը վիրավոր է եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Հրշեջները հասել են դեպքի վայր այն ժամանակ, երբ արդեն 2 տուն լիովին կրակի մեջ է եղել եւ տարածվել էր 3-րդ տան վրա։ Հրդեհի պատճառով մոտ 2 տասնյակ մարդ տարհանվել է։ Մի կին պատմել է, որ ինքը եւ 3 երեխաները կարողացել են հազիվ փրկվել, քանի որ նրանց ընկերն է արթնացրել ու կարողացել է արագ դուրս բերել տանից։ Ֆլորիդայում հայտնաբերվել եւ ձերբակալվել է մարդասպան, որը 2 շաբաթ առաջ սխալմամբ ազատ էր արձակվել Ջորջիայի բանտից։ Նրա ազատարձակումը վախ ու լարվածություն էր առաջացրել Ֆլորիդայի Օրլանդոյի մերձակայքում ապրող զոհի ընտանիքի համար, որոնք վախենում էին, որ նա կարող է իրենց վնասել իրենց մասնակցության պատճառով դատական գործընթացին։ 22-ամյա Քեյթեն Գուզմանը դատապարտվել էր ՑՄ ազատազրկման իր ընկերուհուն 19-ամյա Դելայլա Գրեյսոնին խեղդամանելու համար։ Վերջինիս մարմինը հայտնաբերվել էր Լոգարանում 2022 թվականի օգոստոսին, սակայն ինչպես հայտնել է Քլեյթոն շրջանի շերիֆ Լևան Ալենը, մարտի 27-ին բանտի աշխատակիցները նրան սխալմամբ ազատ էին արձակել, անտեսելով անգամ փաստաթղթերը։ 2 տարվա հետաքննությունից հետո հայտնաբերվել է մաֆիոզական ցանց։ Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Մեթ Պլատկինը հայտարարել է, որ Լուչեզե մաֆիոզ ընտանիքի բարձր դասի անդամը, քաղաքային խորհրդի անդամը եւ ավելի քան 3 տասնյակ այլ անձինք մեղադրվում են ռեքեթինգի եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ կապված ապօրինի խաղատնային ցանցի հետ։ Մեղադրյալների թվում են Ջորջ Զապոլան, ում Պլատկինը ներկայացրել է որպես Լուչեզեի բարձր մակարդակի անդամ, եւ Պրոսպեկտ պարկի քաղաքային խորհրդի անդամ Անանդ Շահը։ Ընդհանուր առմամբ գործով մեղադրվում են 39 մարդ եւ հետաքննությունն ընդգրկել է 2 տարի կենտրոնանալով ապօրինի պոկերի ակումբների եւ սպորտային խաղադրույքների գործունեության վրա։ Պլատկինը հայտնել է, որ այս խաղատնային ցանցը ապահովել է ավելի քան 3 միլիոն դոլարի հանցավոր եկամուտ եւ օգտագործվել են բազմաթիվ կեղծ ընկերություններ ու բիզնեսներ շահույթը թաքցնելու նպատակով։ Ալաբամայից Տովանա Լունի անունով մի կին, որը ռեկորդային 130 օր ապրել էր խոզի երիկամով, այժմ նորից անցել է դիալիզի։ Բժիշկները հայտարարել են, որ նրա օրգանիզմը սկսել է մերժել օտար օրգանը եւ այն հեռացվել է։ Նախկինում մեր լուրերի թողարկումներում անդրադարձել էինք այս դեպքին որպես բացառիկ։ Լունին վերականգնվում է վիրահատությունից հետո եւ արդեն վերադարձել է տուն։ Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին այս բացառիկ գիտական փորձարկմանը մասնակից լինելու հնարավորության համար։ Գիտնականները գենետիկորեն փոխում են խոզերին, որպեսզի նրանց օրգանները լինեն ավելի համարժեք փոխպատվաստման համար։ Միացյալ Նահանգներում փոխպատվաստմանը սպասողների ցուցակում ավելի քան 100,000 մարդ կա, որոնց մեծ մասը երիկամի կարիք ունի եւ հազարավոր մարդիկ մահանում են սպասման ընթացքում։ Լունիից առաջ 4 ամերիկացիներ էին փորձարկել գենեփոխված խոզի օրգանները, 2-ը սրտի, 2-ը երիկամի փոխպատվաստումներ, սակայն 2 ամսվա ընթացքում նրանք մահացել էին։ Նախագահ Դոնալդ Թրամփը անցել է ամենամյա բժշկական զննում։ Ես երբեք ինձ այսքան լավ չեմ զգացել, բայց միևնույնն է, այս ամենը պետք է արվի, գրել է 78-ամյա Թրամփը Truth Social հարթակում Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոն գնալուց առաջ։ Մոտ 5 ժամ անցկացնելով կենտրոնում մեկնել է Ֆլորիդա հանգստյան օրերն անցկացնելու արդեն։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ զննումը պարբերական եւ վաղուց պլանավորված էր ու խոստացել է բժշկի զեկույցը հնարավորինս շուտ ներկայացնել հանրությանը։ Նա նաև հավելել է. «Կարող եմ հաստատել, նախագահը շատ լավ վիճակում է»։ Միջազգային կարևոր բանակցությունների մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը խաղադրույք է կատարում այն փաստի վրա, որ Իրանը Մերձավոր Արևելքում վերջին 18 ամիսների իրադարձություններից հետո հայտնվելով խորը ճգնաժամում հնարավոր է վերջապես պատրաստ լինի հրաժարվել միջուկային ծրագրից։ Այս ամենազգայուն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը լուծելու ջանքերը սկսվում են շաբաթ օրը Օմանում, որտեղ Թրամփի Մերձավոր Արևելքի դեսպան Ստիվ Վիտքոֆն ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կհանդիպեն։ Թրամփը նշել է, որ նախընտրում է դիվանագիտական լուծում, սակայն զգուշացրել է, որ Իրանը մեծ վտանգի առաջ կկանգնի, եթե բանակցությունները չընթանան լավ։ Ես ուզում եմ, որ Իրանը լինի հրաշալի, հզոր, երջանիկ երկիր, բայց նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք, ասել է Թրամփը այսօր երեկոյան Air Force One-ի մեջ Ֆլորիդա մեկնելու ճանապարհին։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։